Մի քիչ առաջ այստեղ խոսք գնաց զիջումների հետ կապված, հարց ընչեց, բայց ինքն ենք մենք զիջում, այսինքն երևի թե նկատի ունենալով, որ այն ինչ պետք է անցնի մեր վերահսկողությունից Ադրբեջանին, այսպես թե այնպես մերը չէր, հեսա հայ իշխանության այն ինչ ասում են։ Այստեղ մենք զիջում ենք մեր դիրքը, մեր մարտավարական դիրքը ու թույլատնում ենք մեր պաշտպանությունը նախ եւ առաջ ու հասկանալի չէ թե դրա դիմաց ինչ ենք ստանում, այսինքն հասկանալի է, ոչինչ չենք ստանում, ինչ որ ասենց օդի մեջ խոստումներ, նույնիսկ падգամավորներից կային, որ ասում էին, դե եթե բան չստանանք դրա դիմաց, ուրեմն կհայտնվենք տուպիկում։ Տուպիկում չէ, ավելի վատ վիճակում ենք հայտնվելու։ Իմ խորին համոզմամբ, եթե մենք զիջում ենք նախ անհասկանալի ինչ որ process-ի վրա, եթե դելիմիտացիա չի արվում, ինչի վրա է արվում դեմարկացիան։ Սա ուղղակի անհասկանալի է ու եթե այս ամեն ինչը լիներ ինչ որտեղ հայելային սկզբունքով, այսինքն որտեղ որ իրանք են, այս դա միաժամանակ արվում։ Միգուցե ինչ որտեղ հասկանալի լիներ, բայց այս ամեն ինչ այս զորվանել, ուղղակի մենք հայտնվում ենք շատ ավելի թույլ ու վատ վիճակում։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին, որ գնում ենք ու մարդկանց ահաբեկում ու ցավալիորեն նաև այնպես է ստացվել, որ պատերազմ հասկացողությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ։ Հիմա այս ամեն ինչից հետո, այս դիրքորոշումից հետո ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում։ Դուք այս երկրի վարչապետն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ։ Հարցը ում է ուղղված։ Կառավարության գլխին։ Պարոն Քոչարյան, ես վստահ եմ դուք հայերեն լեզվին տիրապետում եք եւ կարող եք տերմինները ճիշտ օգտագործել։ Խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղղակի ես չեմ ուզում էլի անձնական դաշտ։ Ինչ չի։ Լուչուն։ Ես էլ հետը։ Հիմա հաջորդ հարցը։ Ինչ ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք պետական սահման։ Կա երկու տրամաբանություն։ Տրամաբանություն 1, որ մենք խոսվում է, այդ անվտանգային ճեղքը նախկինում էլ ասել ենք, որ կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Եվ երբ որ ասում ենք, որ մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում լեգիտիմության հիմքերի վրա, պետք է հենվի լեգիտիմության հիմքերի վրա։ Լեգիտիմության հիմքերի վրա մենք պետք է ունենանք պետական սահման։ Եվ բնականաբար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը այդ թվում կառավարության օրակարգում է, չի կարող չլինել կառավարության օրակարգում։ Արձագանք։ Ախր խնդիրը նրանում է, ինչ որ մենք անընդհատ ասում ենք, որ այդ նույն մոտեցումը, այս ձեր կողմից, կառավարության կողմից, սենց այն ինչ որ ասում եք, հա, փոխզիջումային մոտեցումը, չի կիսում մյուս երկիրը, դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առջև, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, կոնկրետ քառակուսի կիլոմետրներ նշելը, բայց հակառակը չենք ստանում։ Խոսքը նրանում է, որ մենք տալիս ենք անընդհատ, տալիս ենք, այսինքն դուք ձեր իշխանությունը։ Ու դիմացը չենք ստանում, ու հակառակը այն կոչերը, որոնք գալիս է Ադրբեջանից, շատ մտահոգիչ են։ Ու այստեղ, բայց չնայած դրան, մենք զիջում ենք։ Փոխզիջում իհարկե միշտ փոխզիջման տրամաբանության մեջ շատ բան կարող է լինել, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չի աշխատում։ Հենց դրանից էլ իմ հարցը առաջացել է։ Պետք է պարզաբանվի, ինչն ենք զիջում։ Եվ էլի եմ ասում,
չեմ հոգնի ասել, որ սա Հայաստանի Հանրապետությունն է եւ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետքա ճանաչեն։ Սա 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքի ուրվագիծն է։ Սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ մեկին Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածք զիջի։ Ես կարծում եմ, որ սա պետք է շատ հստակ լինի բոլորի համար։ Այո, մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ եւ այս ձևակերպմամբ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մի հատված Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել։ Շնորհակալություն։ Լռություն։ Սիրելի հայրենակիցներ, երկում է, մանիպուլացնում է, ֆռացնում է եւ այսպես շարունակ։ Սա թերևս այն գործիքն է, միգուցե միակ գործիքը, որին նա փայլուն տիրապետում է։ Հիմա փորձեմ անդրադառնալ նրա հնչեցրած այն հիմնական կետերին։ Ուրեմն ինչ էր ասում նա, ասում է աշխարհը մեզ ընկալում է որպես ազգնահատակ։ Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակցությունն էր եւ կարծում եմ սրա հետ կհամաձայնվեն մեր հայրենակիցները, ովքեր ապրում են թե Հայաստանում, թե արտերկրում, հատկապես հետխորհրդային երկրներում ապրող մեր հայրենակիցները։ Մյուս կողմից Ադրբեջանը ուներ այդ ընկալումը ազգնահատակի, որովհետև անընդհատ խոսում էր իր կորցրած 20% տարածքի 100 հազարավոր փախստականների մասին։ Եվ հենց Փաշինյանն էր, ով վերադարձրեց Հայաստանին այդ ազգնահատակ ընկալումը, պարտվելով մի պատերազմում, որը կարող էր եւ չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպիտի ունենար այն արդյունքը, որ ունեցանք։ Ինչ էր ասում հաջորդիվ, ասում էր պետք է հասկանանք ինչքան եւ ումից ուժեղ բանակ պետք է ունենանք։ Խայտարակություն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի հասկանում այս ամենը, միգուցե եւ սա է մեր հիմնական խնդիրների արմատը։ Պետք է պարզապես նայել քարտեզին, ինչ ունենք մենք։ Ունենք 4 հարևան, Իրանը եւ Վրաստանը ոչ անցյալում, ոչ հիմա չեն ներկայացրել անվտանգային սպառնալիք Հայաստանի համար։ Ավելին, Իրանը նաև անվտանգության հարցով մեր բնական դաշնակիցն է, եթե իհարկե հիմարությունների հերթական արդյունքում չփչացնեն հարաբերությունները նաև նրանց հետ։ Այսպիսով սպառնալիք կա մյուս երկու երկրներից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Իմիջիայլոց հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը նրանց մասին խոսելիս այդ երկրների օգտագործելով թշնամի բառը ճակերտների մեջ է այն օգտագործում։ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը պարզ էր եւ հուսալի, թուրքական սպառնալիքը զսպվում էր փաստացի ձևավորված դաշինքով Ռուսաստանի Դաշնության հետ եւ դա իրականանում էր ռուսական ռազմաբազայի եւ Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների ներկայությամբ։ Ադրբեջանի սպառնալիքը մյուս կողմից զսպում էր մարտունակ հայկական բանակով, որի մասին մեծ ինտուզիազմով խոսում էր նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին։ Այս ամենը գործում էր անթերի, մինչև իրենք եկան իշխանության եւ քանդեցին գործող այդ անվտանգության ճարտարապետությունը։ Հիշեցնեմ նաեւ ՀԱԲ գլխավոր քարտուղարի դեմ իրականացված ճնշումները, բանակի եւ մարտական հրամանատարների ամբողջական վարկաբեկումը, տխրահարչակ ելակային բարեփոխումները, վետերանների հետապնդումները։ Ինչ էր ասում հետո։ Իմիջիայլոց սիրելի հայրենակիցներ, երբ մենք խոսում ենք այս ամենից, իսկապես նպատակը վախեցնելը չէ, նպատակը այն չէ, որ պարզապես քննադատենք այս իշխանություններին։
իրապես ուժեղ բանակը, զարգացող տնտեսությունը, ճիշտ անվտանգային համակարգը, դաշնակիցներ ունենալը հենց այն հիմքն է, որը կարող է ստեղծել իրական խաղաղություն։ Հակառակ դեպքում դա պարզապես զուտ խոսքեր են լինելու եւ շատ դժվար իրականացող process։ Պետք է հաշվի նստել եւ ստապ նայել, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում, ինչ է կատարվում մեր շուրջը։ Ադրբեջանն անընդհատ խոսում է պահանջների մասին։ 2023 թվականին վերջնականապես ցեղասպանության եւ էթնիկ զտման ենթարկեց Արցախը։ Ամեն բան ստանալուց հետո նոր պահանջներ է ներկայացնում մեր երկրի առջև եւ նրան անվերապահորեն այս ամեն ինչում աջակցում է Թուրքիան։ Գիտեք, երկրորդ համաշխարհայինից սկսած մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն բազմաթիվ երկրներ մինչ այդ հակամարտությունները ունեցել են շատ սերտ տնտեսական կապեր եւ շատ այլ կապեր, փոխադարձ շահավետ կապեր, բայց երբ որ հերթը հասել է աշխարհաքաղաքական շահերի բախմանը, այդ ամենը մղվել է երկրորդ պլան։ Եվ այստեղ հույս ունենալ, որ զուտ տնտեսական որևէ կապ ստեղծելով հարևանների հետ հնարավոր է զսպել այդ վտանգները, պարզապես միամտություն է։ Ինչ էր ասում հետո, ասում է համաշխարհային կարգը խախտում է ով կարողանում է, բայց մենք պետք է պահենք այն։ Անհասկանալի է նաև այս անհետեցությունը, ստացվում է, որ մենք պետք է պահպանենք համաշխարհային կարգը, որն այլևս գոյություն չունի եւ որը ոչ ոք այլևս չի պահպանում։ Այսինքն հայ ժողովրդին առաջարկվում է զբաղեցնել սննդային շղթայի ամենացածր օղակը եւ հույս ունենալ, որ մեզ չեն ուտելու։ Ինչ էր ասում, ասում է, թե բնակչության արտահոսքը տեղի էր ունենում մեր տարածաշրջանային քաղաքականության եւ կոնֆլիկտի պատճառով։ Փորձեք դիտարկել 2004-ից 2007 թվականների միգրացիայի դինամիկան եւ պարզապես մի մոլորեցրեք մեր ժողովրդին։ Հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը եւ անվտանգության զգացողությունն էր ապահովում միգրացիայի դրական դինամիկան։ Հայաստանն անվտանգ էր, Արցախը հայկական էր եւ այդ ամենով հանդերձ մենք ունենք ոչ թե արտագաղթ, այլ ունեցանք նաեւ ներգաղթ։ Սա փաստ է։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի 30 տարվա կարգավիճակի այդ անհեթեթ համեմատությունը հղի կնոջ հետ համեմատություններին, պետք է ասեմ, որ այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարություններով հանդերձ մեծանում էր եւ որին պետք էր խնամել եւ պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել իր սեփական ազնագիրը։ Սա լոկ խոսքեր չեն, սա զուտ ինչ որ բարի ցանկություններ չեն անիրականալի։ Սա մի բան է, որի հետ նաեւ հաշվի է նստել միջազգային հանրությունը, որի շատ կետեր ֆիքսված են եղել այս 30 տարիների ընթացքում բանակցային տարբեր փաստաթղթերում, շատ երկրներ անցել են այս ճանապարհով եւ ի վերջո ստացել են դե յուրե անկախություն։ Եվ իմիջայլոց սրա մասին, սա նաև հաստատել փաստել է եւ նորից մեծ ողջավորությամբ խոսել է նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ին ուղղված տեսաուղերձում։ Բայց այնուամենայնիվ, եթե այդ համեմատությունը նա տանում է այդ հղի կնոջ հետ, ապա պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունը իրական հղի կնոջ հետ, սպանեց։ Սիրելի հայրենակիցներ, մինչև այս իշխանությունը երբեք խոսք չի գնացել Հայաստանի գոյության սպառնալիքի մասին։ Ով նման բան ասեր, երևի կընկալվեր որպես խելագար։ Այս իշխանությունն է, ում պատճառով մեր հայրենիքի մի մեծ մասն այլևս չկա։ Հենց այս իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ վտանգի տակ է դրել մեր երկրի գոյությունը եւ հենց իրենք են դրա հիմնական սպառնալիքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ելույթի համար, պարոն Քոչարյան, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա